Անգլիական և իռլանդական լեգենդներ։ Արթուրի մահը։ Սուրբ Գրեյլը որոնելու դուրս եկած շատ ասպետներ ողջ առողջ վերադարձան Քամելոտ։ Այստեղ նրանք իմացան, որ գավաթը գտնվել է և անչափ ուրախացան։ Բոլորից շատ երջանիկ էին արքա Արթուրն ու թագուհի Գինևրան։ Չէ որ կլոր սեղանի շուրջը կրկին հավաքվել էին քաջ ասպետները։ Բայց ուրախությունը Քամելոթում երկար չտևեց։ Մի խումբ ասպետներ սկսեցին նախանձել սըր Լանսելոթին այն պատվի և ուշադրության համար, որ նվիրում էր նրան թագուհի Գինևրան։ Չարամիտ ասպետները նույնիսկ սկսեցին բամբասել թագուհուն և ազնիվ ասպետին։ Այս անարդար շշուկները լռեցնելու համար թագուհին որոշեց մի մեծ խնջույք կազմակերպել Լոնդոնում։ Նա ցանկանում էր ապացուցել կլոր սեղանի ասպետներին, որ միևնույն վերաբերմունքն ունի բոլորի նկատմամբ։ Սակայն նրա բարի մտադրությունը տխուր վախճան ունեցավ։ Խնջույքի ժամանակ սըր Պատրիսը սխալմամբ կերավ մի թունավորված խնձոր։ Այն դիտավորյալ սեղանին էր դրել սըր Փինելը, սըր Գևինին վնասելու նպատակով։ Քանի որ խնջույքը թագուհին էր կազմակերպել, ներկաները նրան կասկածեցին։ Սըր Մադորը սըր Պատրիսի ազգականը հատուցում պահանջեց։ «Ակննդական», գոռաց նա։ Բոլորն էլ մեղադրում էին թագուհուն, ոչ ոք նրան չպաշտպանեց։ Արքա Արթուրը ստիպված էր պատժել թագուհի Գինևրային։ Նախանձ ասպետների թելադրանքով նա դաժան վճիռ կայացրեց։ Եթե մինչև նշանակված օրը որևէ ասպետ չմենամարտի ահեղ սըր Մադորի հետ, թագուհի Գինևրան կայրվի խարույկի վրա։ Այս վտանգավոր մարտահրավերը սըր Լանսելոթը կընդուներ, սակայն այդ օրերին նա Քամելոթում չէր։ Ոչ ոք չգիտեր նրա տեղը։ Անցնում էին երկար ու ձիգ տագնապալի օրեր։ Ժամկետը մոտենում էր։ Թագուհին ողբում էր իր դառը ճակատագիրը։ Փրկվելու բոլոր հույսերը մարել էին արդեն, երբ սըր Բորս Դգանիսը հանձն առավ պաշտպանել նրան։ Նա դիմեց արքա Արթուրին։ Եթե ինձնից ավելի քաջ ասպետ ասպարեզ չելնի, ես սիրով գործի կդնեմ նիզակս հանուն թագուհու։ Ավելի քաջ ասպետ ասելով նա նկատի ուներ Լանսելոթ լճեցուն։ Սըր Բորսն իմացել էր, թե որտեղ է գտնվում նա և լուր էր ուղարկել։ Մենամարտի օրը արքա Արթուրը, թագուհի Գինևրան և ողջ արքունիքը եկել էին Ուեսթմինսթերի հրապարակ։ Սըր Մադորը անհամբեր դեսուդեն էր քշում ձին և մերթընդմերթ ծաղրանքով դիմում իր հակառակորդին։ «Դե եկ չափվենք, ինչ է վախենում ես, եթե այդպես է մատնիր թագուհուդ հրի բոցերին»։ Սըր Բորսը հանգիստ սպասում էր։ Վերջապես նա իջեցրեց սաղավարտի երեսակալը, ձեռքն առավ նիզակը, մարտական դիրք ընդունեց և հենց այն է պիտի հարձակվեր, երբ հանկարծ կողքի անտառից դուրս թռավ մի սպիտակ ձիավոր ու հողմից էլ արագ հարձակվեց սըր Մադորի վրա։ Նախքան ներկաները ուշքի կգային, սըր Մադորը տապալվեց գետնին։ Նա սկսեց աղերսել անծանոթ քաջին, խնայել իր կյանքը։ Հաղթողը ստիպեց Մադորին ետ վերցնել թագուհուն հասցրած վիրավորանքը, որից հետո ազատ արձակեց նրան։ Գինևրան առաջ եկավ իր փրկչին շնորհակալություն հայտնելու։ Նրա խնդրանքով սպիտակ ձիավորը բարձրացրեց սաղավարտի երեսակալը։ Թագուհու դիմաց կանգնած էր սըր Լանսելոթը, որը վերադարձել էր նրա կյանքն ու պատիվը փրկելու համար։ Այդ դեպքից շատ չանցած մի ուրիշ չարամիտ ասպետ, սըր Մելիագրանսը, վիրավորեց թագուհուն։ Մայիսյան տոնախմբությունների ժամանակ նա փախցրեց թագուհի Գինևրային նրա 10 պալատականների հետ և բանտարկեց իր դղյակում։ Խարդախ ասպետը մտադրվել էր թագուհուն դարձնել իր կինը։ Բայց այս մասին իմացավ սըր Լանսելոթը։ Նա սպանեց դավաճան ասպետին և թագուհուն վերադարձրեց պալատ։ Կլոր սեղանի ասպետների միությունը քայքայման վտանգի տակ էր։
Սըր Լանսելոթը ամեն կերպ աշխատում էր կանխել վրա հասնող դժբախտությունը։ Սակայն նա միայնակ ի վիճակի չէր կանգնեցնել անխուսափելի դեպքերի ընթացքը։ Վերջնական խորտակի չարվածը հասցրին արքա Արթուրի ազգականները՝ սըր Գևինի եղբայրներ սըր Ագրավանը և սըր Մորդրեդը։ Նրանք հայտարարեցին, որ թագուհի Գինևրան և սըր Լանսելոթը չափից ավելի սիրալիր են իրար նկատմամբ։ Եվ նույնիսկ մի օր, երբ թագուհին և ասպետը զրուցում էին Քամելոթի դահլիճում, դավադիր ասպետները զինված մարդկանցով շրջապատեցին նրանց։ Սըր Լանսելոթն անզեն էր, սակայն չվախեցավ թշնամիներից։ Քաջաբար կռվելով իր վրա հարձակվող առաջին մարդու դեմ, նա խլեց սուրը և սպանեց բոլոր դավադիրներին։ Միայն անազնիվ Մորդրեդը, փախուստի դիմելով, գլուխն ազատեց։ Կատարվածը սոսկալի էր, և Լանսելոթը, հավաքելով իր հավատարիմներին, սպասեց արքայի վճռին։ Դավաճան Մորդրեդը ստեց։ Նա արքային ասաց, թե իբր սըր Լանսելոթն է առաջինը հարձակվել իրենց վրա։ Այս անամոթ սուտը հաստատելու համար նա վկայակոչեց գործակիցների մահը։ Վերջում իբրև հատուցում պահանջեց թագուհի Գինևրայի կյանքը։ Զայրացած Արթուրը հավատաց Մորդրեդին։ Նա լսել իսկ չուզեց սըր Գևինին, որն աղաչում պաղատում էր ներել Լանսելոթին։ Արքան նույն վճիռը կայացրեց, ինչ նախորդ անգամ։ Թագուհուն պիտի այրեին խարույկի վրա, եթե որևէ ասպետ չպաշտպաներ նրան։ Սըր Լանսելոթը կրկին պատրաստվեց մարտի։ Թագուհուն արդեն կապոտել էին խարույկի գերաններին, երբ նա իր ընկերների հետ առյուծի պես մռնչալով նետվեց մարտադաշտ։ Արթուրի և Լանսելոտի կողմերի միջև բորբոքվեց մի ահեղ կռիվ։ Ոչ ոք չէր դիմանում սըր Լանսելոթի մոլեգին հարվածներին։ Ասպետը կատաղի ցուլի պես առանց տեսնելու, թե ով է իր դիմաց, զարկում էր աջ ու ձախ։ Այսպես պատահաբար նա սպանեց սըր Գևինի եղբայրներին՝ Գարեթին և Գահերիսին։ Կռվում ընկան նաև սըր Քեյը և կլոր սեղանի շատ ասպետներ։ Արթուրի մարդկանց հաղթելուց հետո սըր Լանսելոթը թագուհուն վերցրեց իր ձիու վրա և սլացավ զվարթ պահակներ դղյակը։ Երկրով մեկ հայտարարվեց, թե Լանսելոթ լճեցին փախցրել է թագուհի Գինևրային։ Արքա Արթուրն իսկույն հավաքեց մի մեծ զորքը։ Նրան միացավ սըր Գևինը, որը երդվել էր իր եղբայրների մահվան վրեժն առնել։ Հսկայական բանակը շարժվեց դեպի զվարթ պահակները։ Դղյակում արդեն պատրաստ էին նրանց դիմագրավելու։ Սկսվեց մի իսկական պատերազմ։ Երկու կողմերն էլ կռվում էին անզիջում։ Քաջեր էին ընկնում, սակայն ոչ մի կողմը մյուսին հաղթել չէր կարողանում։ Եղբայրասպան պատերազմի լուրը գնաց, հասավ Հռոմի պապին։ Պապը հասկացավ, որ այդ դաժան կռիվները ոչ մեկին օգուտ չեն բերելու։ Ուստի նա իր մեծ կնիքով հաստատված մի խնդրագիր ուղարկեց արքա Արթուրին։ Նա արքային պատվիրում էր խաղաղություն հաստատել երկրում, իսկ Լանսելոթին խնդրում էր վերադարձնել թագուհի Գինևրային։ Երկու կողմերն էլ ապացուցել էին իրենց քաջությունը հերոսական մարտերում։ Շատ ասպետներ զղջացել էին այս անիմաստ պատերազմին մասնակցելու համար։ Բազմաթիվ ազնվականներ էին սպանվել զվարթ պահակներ դղյակի պատերի տակ։ Եվ գուցե դրանից հետո կյանքը խաղաղ ընթանար, եթե լիներ սըր Գևինի սրտում բուն դրած անսահման վրեժխնդրությունը։ Երբ սըր Լանսելոթը կլոր սեղանի մի քանի ասպետների հետ հեռանալով Անգլիայից գնաց իր թագավորությունը, Բենվիկ սըր Գևինը համոզեց Արթուրին կտրել անցնել ծովը և Լանսելոթին պատժել իր երկրում։ Արթուրի զորքը ծով դուրս եկավ Սաութեմփթոն նավահանգստից։ Ճանապարհորդության առաջին գիշերը, երբ քամին հանդարտ օրորում էր նավը, Արթուրը մի զարմանալի երազ տեսավ։ Օդում մի հսկայական արջը և մի դև կռվում էին։ Դևը հաղթեց արջին։
Արքա Արթուրն այսպես մտածեց. իր դրոշի վրա դև է նկարած, ուրեմն երազը բարի է և ինքը կհաղթի սպասվող ճակատամարտում։ Շուտով նրանք խարիսխ գցեցին Բալֆլոր նավահանգստի մոտ։ Քաղաքի բնակիչներից Արթուրն իմացավ, որ երկրում հայտնվել է մի սարսափելի հսկա։ Նա տներ է ավերում, աղջիկներ է փախցնում։ Նույն օրը հսկան տարել է այդ հողերի տիրոջ Դուքս Հոյոյի ազգականուհուն։ Արդեն տարեց Արթուրը մտածեց, որ շատ լավ հնարավորություն է ստեղծվել իր ուժը փորձելու համար։ Առանց որևէ մեկին ասելու, նա միայնակ գնաց Սուրբ Միքայելի լեռը, որտեղ ապրում էր հսկան։ Արթուրը հսկային տեսավ բուխարու մոտ նստած։ Նրա շուրթերն ու բերանի ջուրը կարմիր էին հենց նոր խժռած գազանների արյունից։ Նկատելով անկոչ հյուրին, հսկան վերցրեց մեծ մահակը և շրխկացրեց նրա գլխին։ Արթուրը երերաց, բայց չընկավ։ Նա իսկույն դուրս քաշեց սուրը և մի քանի ուժեղ հարվածներով վերջ տվեց չար հսկայի կյանքին։ Բայց արքան չհասցրեց փրկել Դուքսի ազգականուհուն։ Աղջկա անկենդան մարմինը ընկած էր նրա ոտքերի մոտ։ Այսպես արքա Արթուրը համոզվեց, որ ինքն ուժեղ է, ինչպես երիտասարդ տարիներին։ Սակայն նրա մտքով չէր անցնում, թե ինչպիսի ծանր հետևանքներ կունենա Սըր Լանսելոթի դեմ սկսած այս նոր արշավանքը։ Անթիվ, անհամար զոհերի գնով արքա Արթուրը շրջապատեց Բենվիկ քաղաքը։ Մարտի դաշտում Սըր Լանսելոթն ու Սըր Գևինը 3 անգամ հանդիպեցին։ Սըր Գևինը չէր թաքցնում իր ատելությունը, իսկ Սըր Լանսելոթը, հիշելով իրենց հին ընկերությունը, խնայում էր Ախոյանին։ Չնայած դրան Սըր Գևինը ծանր վիրավորվեց։ Նա գրեթե մահամերձ էր։ Եթե կռիվը շարունակվեր, դեռ շատ ասպետներ կսպանվեին Բենվիկի մոտ։ Սակայն մի օր սուրհանդակը շնչասպառ ներս ընկավ Արթուրի վրանը։ Նա սարսափելի լուրեր էր բերել. «Տեր իմ, մինչ դուք և ձեր զորքը զբաղված եք այստեղ, ձեր ազգական Մորդրեթը Անգլիայում գրավել է գահը։ Նա կեղծ թղթեր է սարքել, իբր դուք սպանված եք։ Շատ ազնվականներ հավատում են այդ ստին։ Միայն մի բուռ նվիրված մարդիկ կռվելով պաշտպանում են դղյակի աշտարակը, քաշված թագուհուն։ Նրանք Մորդրեդի ուժերը պահում են ծովախորշի մոտ և Աստծո կամքով կդիմանան մինչև ձեր վերադարձը»։ Ավաղ, մռնչաց Արթուրը դեմքն առնելով ափերի մեջ, կլոր սեղանի եղբայրությունը կործանված է։ Արքայի հուսահատությունը փոխվեց ցասման։ Նա շատ ուշ հասկացավ, թե ով է եղել պատերազմի իսկական հրահրողը։ Այս անգամ ողորմելի Մորդրեթը շատ թանկ կվճարի դավաճանության համար։ Արթուրն իր զորքով վերադարձավ Ռիչբուրգ։ Հենց այստեղ ծովափին մոլեգնեց մի արյունոտ ճակատամարտ։ Մորդրեդին օգնության էր եկել հեթանոս Հանսի զորքը։ Սրանք ամբողջ ուժով հարձակվում էին Արթուրի ռազմիկների վրա։ Բայց վերջիններս յարդ-յարդի ետևից ամրացնում էին իրենց դիրքերը։ Օգտագործելով ձեռք բերած մեծ փորձը, Արթուրը հետիոտն զինվորներին ուղարկեց ճակատ։ Հեծյալ ասպետները թշնամու զորքերի մեջ մխրճեցին թիկունքից։ Արքայի հաղթանակն ապահովված էր։ Ամենավերջում Մորդրեդը փախավ մարտադաշտից։ Կռվում ընկան անթիվ փայլուն ասպետներ։ Նրանց մեջ էր և Սըր Գևինը, աշխարհի ամենաքաջ ասպետը։ Արքա Արթուրը ծնկի իջավ նրա առաջ և ցավով նայեց Սըր Գևինի աչքերին, որոնց պատել էր մահվան մշուշը։ Այդ ժամանակ կլոր սեղանի ասպետը խոսեց վերջին անգամ. «Տեր իմ, ես մեռնում եմ և արժանի եմ մահվան։ Բենվիքում Սըր Լանսելոթից ստացած վերքերս նորից բացվել են։ Թող նա ինձ ների, այդ ես էի, որ բարկության պահին քեզ դրդեցի նրա դեմ։ Նա անպայման կների քեզ», հավատացրեց արքան։ «Հանձնիր նրան այս թուղթը», խնդրեց Սըր Գևինը և Արթուրին տվեց մի փաթեթ։ Այստեղ գրված է իմ վերջին խնդրանքը, գրված է արյունով,
Ես խնդրել եմ, որ Սր Լանսելոթը աղոթի իմ գերեզմանին, Աստծո սիրուն, և անշնչացած ասպետի գլուխը ընկավ արքայի թևին։ Վշտոց սրտով Արթուրն իր զորքին հրամայեց հետապնդել փախչող Մորդրեդին։ Դավաճանը թաքնվեց Ուինչեսթերում, բայց քաղաքի հաստ պատերը չկարողացան երկար պաշտպանել նրան։ Մորդրեդը ստիպված նորից դիմեց փախուստի։ Վճռական ճակատամարտն անխուսափելի էր։ Երբ Արթուրի ջոկատները հասան Քորնոուլ, Մորդրեդն արդեն սպասում էր նրանց։ Քամբլամ գետի մոտ նա հավաքագրել էր 60,000 ապստամբների։ Ահեղ և անողոք ճակատամարտում 100,000-ներով ռազմիկներ ընկան։ Արևամուտին Մորդրեդը մնացել էր մեն-մենակ, սպանվածների և վիրավորների բլուրների մոտ։ Արթուրի կողմից դեռ կենդանի էին ինքը արքան, ազնիվ Սր Բեդիվերը և տակառապետ Լուքանը։ Արքա Արթուրը առանց ուշադրություն դարձնելու իր ընկերների նախազգուշացումներին, բարձր պահելով նիզակը, առաջ նետվեց չարանենգ Մորդրեդին սպանելու համար։ Անասելի զայրույթից մթագնել էր նրա միտքը։ Արքան մոռացել էր պատյանից հանել իր սուր Էքսկալիբուրը։ Ճիշտ է, նա իր նիզակով շամփրեց Մորդրեդին, բայց սրիկան Արթուրին հասցրեց մի մահացու հարված, նախքան անշունչ կփռվեր գետնին։ Սոսկալի ճակատամարտն ավարտվեց։ Սր Բեդիվերը Արթուրին վերցրեց ձեռքերի վրա և հեռացավ մարտադաշտից։ Ամբողջ ճանապարհին նա աղոթեց Աստծուն գեթ մի քիչ կյանք պարգևել արքային։ Բայց երբ նրանք հասան լճափ, Արթուրն իր խոսքերով վշտացրեց ասպետին։ «Խնդրում եմ, կատարիր իմ վերջին կամքը», շշնջաց նա, «վերցրու իմ սուր Էքսկալիբուրը և գցիր լճի ջրերի մեջ»։ Սր Բեդիվերը դեռ հույս ուներ, թե Արթուրը կապաքինվի։ Այդ պատճառով էլ թաքցրեց սուրը մի ծառի տակ։ Արքա Արթուրը զգաց, որ Բեդիվերը չկատարեց իր խնդրանքը։ Նա նորից ասպետին ուղարկեց լճափ։ Նորից ասպետը չհամարձակվեց ջուրը նետել այդ հրաշալի զենքը։ Այս անգամ արդեն Արթուրը բարկացավ։ Սր Բեդիվերը ստիպված հանեց Էքսկալիբուրը թաքստոցից, դաստակին կապեց մի գոտի և նետեց հեռու, լճի ջրերի մեջ։ Նույն պահին լճի միջից հայտնվեց սուրը բռնած մի ճերմակ ձեռք։ Ձեռքը 3 անգամ թափահարեց Էքսկալիբուրը և տեսիլքի նման չքացավ։ Սր Բեդիվերն իսկույն վազեց արքայի մոտ և պատմեց իր տեսածը։ Արթուրը լսեց նրան և ասաց. «Տեսնում եմ ժամանակն է, տար ինձ լճափ, շտապիր, թե չէ կարող ենք ուշանալ»։ Լճափին նրանց սպասում էր մի նավակ։ Նրա մեջ էին 3 սևազգեստ ու տխրադեմ թագուհիներ՝ Մորգան Լը Ֆեյը, լճերի տիրուհին և Նորթգալիսի թագուհին։ «Որտեղ էիր այսքան ժամանակ, եղբայր», արքային հանդիմանեց Մորգան Լը Ֆեյը։ Նրա օգնությամբ Սր Բեդիվերը Արթուրի կիսաշունչ մարմինը դրեց նավակի մեջ։ Այն արագ հեռացավ ափից։ Սր Բեդիվերը լսեց ջրի ճոխփյունը և 3 կանանց դառը մորմոքը։ «Ես հավիտյան հեռանում եմ Ավալոնի երջանիկ կղզին, որտեղ կբուժվեն իմ վերքերը»։ Սրանք արքա Արթուրի վերջին խոսքերն էին։ Արթուրի մահից հետո Սր Լանսելոթը ներեց այն բոլոր մարդկանց, ովքեր դավեր էին նյութել իր դեմ։ Շուտով նա էլ քահանայի սքեմ հագած մահացավ զվարթ պահակներ դղյակում, իսկ թագուհի Գինևրան մտավ Մենաստան։ Քանի այս պատմությունները փոխանցվում են սերնդեսերունդ, մարդկանց մտքերում շարունակում են ապրել կլոր սեղանը ու արքա Արթուրը։